Ձեր կարծիքով ինչ է Փաշինյանը գրոհել եկեղեցին։ Նա առաջերտին պետք է հայոց պատմություն կարդա։ Եկեղեցին մեզի փրկել է 301 թվին, ժողովրդին պահել է սովից բրծծրել է, եկեղեցին է պահել, հայոց մեր առաքելական եկեղեցին։ Նա ինքը պետք է կարդա եւ արտահայտություն չանի։ Եղավ ինքը լրագիր է ժամանակ թերթի խմբագիր, բայց այդքան սխալ կարելի է անել։ Հա Ֆրոզիկ պապիկը գրքավաճառը մայրաթորի գրքերն է ծախում, նարեկացի է ծախում, եւ ժողովուրդը մեծ սիրով կարդում են նարեկացի, նա արգելում է։ Նա սխալ բան արել, կրթության նախարարին արգելել է, որ այբենարանների մեջից Մաշտոցի անունը վերացրեք, տառերի գրողի անունը վերացրեք, ոնց կարաս։ Բա Մաշտոցն է մեր տառերը ստեղծել։ 5-րդ դարից սկսել է Մաշտոցը մեզի չի թողում, որ ժողովուրդը գիրք կարդան, հայոց պատմություն կարդան, ժամկոչյան կարդան, հայոց պատմություն պետք է իմանաս, քո պատմությունը չիմանաս, ինչ հայ աղջիկ ջան, մեր երկրից էլ լավ տեղ չկա, ուր էլ ուզում ես գնա, Հայաստանից լավ տեղ չկա։ Ես կարծում եմ, որ եկեղեցու գործերի մեջ պետությունը չպետք է խառնվի համաձայն մեր սահմանադրության։ Մնացածը ավելնորդ է արդեն, որովհետև ամեն քայլ, որը եկեղեցական գործերի մեջ խառնվելու հանգամանքը պետք է համարվի ոչ օրինական։ Բայց այդ հարցերը մի տվեք, հա, զզվում եմ այդ հարցերից։ Կառավարիչն է մեր, բայց փոքր մարդ է, որ նվազեցնի կամ բանը, նա կարող է սրի ուղակի։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Իմ կարծիքն է նա, եթե մարդը սխալ քայլ է արել, կապ չունի, ով ուզում է լինի ինձ համար, ինքը պիտի ինքնակամ դուրս գա։ Ես Աստվածաշունչ եմ կարդում, հավատացյալ մարդ եմ, ու Աստված ինձ չի նայում, ես կարգալույծ չեմ, ինքը նայում է իմ հավատքին։ Ու լիք իրավիճակներ են եղել որպես քրիստոնյա, հայ քրիստոնյա։ Աստված իմ աղոթքներին պատասխանել է, հայր մեր եմ աղոթում, նոր ճանապարհին էլ աղոթելով գնում է ինչ-որ իրավիճակ կար, որի համար ես աղոթում եմ։ Հիմա Աստված իմ աղոթքը չի լսում, անպայման պիտի ինչ-որ տեղ մտնեմ, որ իմ աղոթքը լսի։ Չեմ թանկամ տնած մասին խոսալ, այդ մարդը տվյալ մարդու մասին ընդհանրապես չեմ ուզում ոչ մի բան խոսալ։ Իմ կարծիքով ոչ։ Թող ամեն մեկը իր տեղը աշխատի, ճիշտ աշխատի, սխալ չաշխատի։ Եթե ինքը ոչ մի բան, թող գնա քննչական, որտեղ ենք անցում, թող պատասխան տասի, ես ոչ մի բան չեմ արի, ինչ է դրա մեջ։ Ժողովուրդը սկի կապ չունի, ուղղակի ժողովրդին գիտեք ինչ, վիրավորում են, օրինակ ես վիրավորված եմ զգում, ինչ ձև է, աշխատել է այդքան, հիմա եթե զգում է, որ սխալ արել, թողի, եթե չի արել, թող ապացուցի, որ ճիշտ է, ես այդքան բան կասել, նես չի, որ եսի մինչ Փաշինյանն է կամ ով ուզում է լինի նախագահ, դա սրբություն է, պետք է պահել, պահպանել, այդքան բան։ Իսկ ինչի է թուրքը ուզում, որ հայ չլինի։ Ամենայն դեպս ինչ որ կատարվում է, ինձ դուրս չի գալի։ Եկեղեցին դա սրբություն է, բան չունեմ ասել, բայց եկեղեցականների մասին չեմ կարա ինչ որ մի լավ դրական բան ասեմ, ոչ բոլորի։ Ես նրա անունը լսել չեմ ուզում։ Նիկոլը կարող է քիչ ավելի լավ լինի, քան թե մնացած որ գալու է։ Այդ չգիտեմ точно, բայց այդպես եմ մտածում։ Հա, Փաշինյանին ինչ պետքա որ եկեղեցիների հարցը ինքը լուծի։ Դա ոչ քաղաքական հարց է, ոչ էլ ինքը կարա այդ հարցերը ինքը լուծի։ Դա հոգևոր կյանքը, իրանք կյանքը տենց են օգտագործում։ Փաշինյանը այնքան մեղք է, որ այդ տարիքին եկավ աշխատեց ու այսքան նեղությունների մեջ ինքը անգամ։ Օրինակ ես իրան չեմ ընտրել, որտեվ իմ մեղքը սնից եկավ, ասի ջահել կադր է, ինքը փորձ չունի։ Ինքը լավ է լրագրող էր, իր գործով կշարունակեր, ինքը շատ լավ առաջ կգնա։ Հիմա տենում ես, որ ինքը տուփիկի առաջ է կանգնում։ Թող այս ջահելներին էլ անփորձանք աշխատանք, լավ կյանք։ Բալես գեղեցիկ բան չի, էլի մի սրբություն ունենք, այն էլ առաքելական եկեղեցու դեմ մարդ, բայց լավ ռիսկ ունեն, չէ, համարձակություն, որ եկեղեցու դեմ են դուրս գալիս, խորհուրդ կտամ եկեղեցու դեմ դուրս չգան։ Աստված բալես մեզ վերևից նայում է, առաջի քրիստոնեական ազգն ենք, չէ։ Դրա համար էլ Աստված մեր գլխին խփում է ու խփում է։
Մեր ժողովրդին բոլորին եմ կոչանում, որպիսի մեր առաքելական եկեղեցին գնան եւ մոմ վառեն։ Այ ինչպես որ ինքը Փաշինյանը գնում է, բայց թող չառանձնացնի էլի Հովանահան վանքը։ Բոլոր եկեղեցիները թող նույնը լինի, Աստված չի սիրում, որովհետև Եհովայի վկաներն են բոլորից շատ գնում ու ուղեկցում են մեր Փաշինյանին։ Փաշինյանը սկի չի էլ իմանում։ Հենց Արայիկ Հարությունյանը ինքը, ասեմ, Եհովայի վկայա։ Եկել է եկեղեցում խոսում է, դա ճիշտ էր, ես ջղայնացա։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ պարոն Փաշինյանի թող միշտ ժողովրդի կողքը կանգնի, մեղք ենք մենք։ Արդեն կորել ենք, էլի ինչ ասեմ։